Վերականգնվել է շուրջ 1 միլիարդ 329 միլիոն դրամ, վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 159 միլիոն դրամ արժեքով 9 հողատարածք։ Սրանք հակակոռուպցիոն կոմիտեում քննված եւ 2025 թվականին կարճված վարույթներով գրանցված արդյունքներն են։ Հայտնաբերվել է 18 միավոր հողատարածք, որոնց գինը կես միլիարդից ավել է, որոնք ենթակա են վերադարձման Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան իրավական գործիքակազմի կիրառմամբ։ Արմեն Ասատրյանը օրինակներ է ներկայացնում։ Վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Դանելյանին առնչվող վարույթը, սակայն վարույթով հիմնավորվել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ արժողության 11 հեկտար հողամասն ապօրինի օտարելու հանգամանքները եւ ներկայումս պետական շահերի պաշտպանության վարչության դատարան ներկայացրած հայցը քննության փուլում է։ Նախկին քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի վերաբերյալ քրեական վարույթը, տվյալ քրեական վարույթով 35 միլիոն 580 հազար դրամ վերականգնվել է եւ 35 միլիոն 700 հազար դրամ գումարի մասով էլ արժողությամբ տարածքը վերադարձնելու մասով էլ պետական շահերի պաշտպանության հայց է հարուցվել։ Իսկ քրեական վարույթով հիմնավորվել, բայց ապացուցվել այդ տարածքի ապօրինի օտարման փաստը։ Վաղեմության ժամկետով կարճվել է նաև Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրի ղեկավար Հովիկ Թադևոսյանի վերաբերյալ վարույթը, սակայն վերադարձվել է 8 հեկտար մակերեսով 9 միավոր հողատարածք, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 158 միլիոն 558 հազար դրամ։ Կարևորությունների շարքում միշտ է հանդիսանում այս քրեական վարույթների ոչ միայն հանցագործության կանխարգելումը, եթե հնարավոր չի եղել կանխարգելել բացահայտումը, մեղավոր անձանցի հայտ բերելը քրեական արձագանքը, բայց նաև ենթադրյալ պատճառված վնասի վերականգնումը։ Եվ այս վարույթներով արդեն իսկ ենթադրյալ պատճառված վնասի մի մասով վերականգնվել է, մի մասով հիմքեր են ստեղծվել վերականգնման կվերականգնվեն։ Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով նախորդ տարի կարճված 574 քրեական վարույթով 547 անձի նկատմամբ ոչ արդարացնող հիմքով կայացվել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումներ։ Կարճված վարույթների թիվը երբեմն շահարկվում է, այն համարելով որպես ոչ արդյունավետ քննության ցուցիչ։ Կոմիտեից սակայն պարզաբանում են, միայն թվերով իրական պատկերը գնահատել հնարավոր չէ։ Առաջին հանգամանքը 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործող քրեական դատարության օրենսգիրքը հետևյալ կանոնն է նախատեսում առերևույթ հանցանքի մասին նույնիսկ նվազագույն տվյալների պարագայում նախաձեռնում է քրեական վարույթ եւ քրեադատարական լայն գործիքակազմի կիրառմամբ հաստատվում կամ երկվում է հանցանքի փաստը։ Եթե մենք զուտ թվային ցուցանիշ դիտենք, չխորանանք այս հանգամանքի մեջ, կստացվի, որ շատ քրեական վարույթներ կարճվեցին, սակայն դա իրավապահ կամքի բացակայության կամ ոչ արդյունավետ քննության մասին չի վկայում։ Սա քրեադատարական կանոն գոյություն ունի։ Բացի այդ, վարույթի կարճումը չի նշանակում գործի անարդյունք ավարտ։ Որոշ դեպքերում պետությանը պատճառված վնասը վերականգնվում է կամ ստեղծվում են իրավական հիմքեր ապօրինի օտարված գույքը վերադարձնելու համար։ Իսկ կարճվածի դեպքում տեղի ունեցել աճի նվազում, դրանք կարճվել են 65-ով կամ 15%-ով։ Միայն զուտ դատավարական ավարտի մասին խոսել կարճվել է միայն այդպես ու գնահատել, դա իրական արդյունքի մասին խոսել չենք կարող։ Եթե չենք խորանում դրա որական բաղադրիչների մեջ, մասնավորապես որքան գումար վերականգնվեց, քանի անձի նկատմամբ ոչ արդարացնող հիմքով որոշում կայացվեց, քանի միավոր հողատարածք վերադարձվեց, քանիսի վերադարձման հնարավորություն ընձեռվեց, քանի միջնորդագիր ներկայացվեց, ինչ հանցագործություն ծնողու պատճառ պայման վերացվեց։ Վարույթները հիմնականում կարճվում են ոչ արդարացնող հիմքերով, օրինակ համաներման կամ վաղեմության ժամկետներն անցնելու հանգամանքով պայմանավորված։ Սա ըստ Ասատրյանի վկայում է, որ վարույթի կարճումը հաճախ հիմնավորված է օրենքով եւ ոչ թե քննության արդյունավետության կամ իրավապահ մարմնի կամքի բացակայությունն է։ Բացի այդ, նույն կարճված վարույթներով հանցագործության ծնող պատճառների պայմանների հայտնաբերման եւ հետագայում դրանք վերացնելու ուղղությամբ տրվել է 60 միջնորդագիր, որոնք վերաբերում են տարբեր պետական մարմիններում իրավական ակտերի բացերի, ենթակա խախտումների մասին, որոնք հանցագործությունը ծնող պատճառով պայման են հանդիսացել, եւ դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ 2025 թվականին կոմիտեում քննվել է 2585 քրեական վարույթ, 300-ով ավելի, քան 2024-ին։ Այդուհանդերձ ավարտված վարույթների թիվը աճել է 5%-ով։ Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը աճել է 106-ով, իսկ դատի տրված անձանց թիվը 287-ով։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։